էշն էլ ասում լավ եմ ապրում, խոզն էլ ասում լավ եմ ապրում։ Ամեն ինչն էլ թանկացել է, էլի։ Այդ թող իրանք 30-40 հազարով ովքեր որ բան են նշանակում, ապրեն ամիսը։ 2025 թվականի սեպտեմբերին 2024 թվականի սեպտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5.8%, իսկ 25 թվականի օգոստոսի համեմատ 0.3% գնաճ։ Այս մասին վկայում են վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալները։ Արմլուրը հարցում է անցկացրել հասկանալու համար ինչպիսի թանկացումներ են նկատել քաղաքացիները։ Ամեն ինչն էլ թանկացել է, էլի, եւ բանջարեղենը, եւ շորեղենը, Իսկ կատնամթերքը, հացը, միսը։ հացը չեմ այտենց նկատել, դե միշտ 200-250 նայստեղ։ Իսկ մոտավորապես որքան է թանկացել։ 50 դրամ, 100 դրամ, կա որ ավելի շատ։ Ամեն ինչը թանկանում, ամեն ինչը աստիճանական։ Ոչ մի անգամ չի եղել, որ էժանանա։ Որ փողը արժեք չունի, 20000 դրամով բան չես առնում։ Թանկացումները միանշանակ կան։ Իսկ վնասել է ընտանեկան բյուջեին։ Իհարկե վնասել է։ Ինչի մասին է խոսքը։ Եթե մինիմալ աշխատավարձը 83000 է, 83000-ը դա մարդու ամսական զամբյուղին համապատասխանում է, միանշանակ ոչ։ Ահա որ դժգոհ ենք։ Մոսկվայից 2-ից 3 անգամ թանկ է, համեմատական։ Այդ կարող եմ ասել։ Բայց այստեղի եղածի համեմատ ինչքանով է թանկացել, դա չեմ կարող ասել։ Այդ հանճարեղ Նիկոլի հանճարեղ մտքերն են։ Ասում եք լավ ենք ապրում, օրինակ մեր նախագահն էլ ասում է մենք փողի խնդրեմ չունենք։ Դե խոզն էլ խոզանոցում ասում է լավ եմ ապրում։ Ինքը իր կատեգորիային համապատասխան գուցե գտնում ալ ժողովուրդը լավ է ապրում, բայց if որ մի քիչ իր այդ տիկնոջը ինքն էլ իր գիտելիքները բարձրացնի, ունենար կրթություն ի ծնեի բնե, ոչ թե թերի կրթություն, կհասկանար, որ այդ լավ ապրելը շատ կեղծ խոսքեր են, որ ինքն ասում է։ Նորից եմ ասում, էշն էլ ասում լավ եմ ապրում, խոզն էլ ասում լավ եմ ապրում։ Խոզը խոզանոցում, էշն իր ախորում։ Հիմա ինքը կապված է իր ախորին, իրան շատ լավ ազգում։ Իր տան ախորից դուրս եկավ, ամբողջ պատերը երեխեքը նկարել էին, տեսել եք։ Ինչ խոզանոցում էր ապրում։ Եվ հիմա զարմանում է, երբ որ մարդիկ պատի վրա մի բան են նկարում, թեկուզ ծաղիկ։ Ինչպես կարելի է, մոռացար քո խզբզած կեղտոտ բունը։ Այդպես է, մարդն այդպես է։ Ցավոք սրտի, տա մարդը, ոչ թե մարդը։ Այո, բավականին շատ։ Ինչն է թանկացել, որ շատ եք նկատել։ Օրինակ, կատնամթերքը կարող եմ ասել, որ թանկացել է, այո, մոտավոր 30-40 դրամով թանկացել է ու չենք զգում առօրյա գնումների հետ, բայց բավականին գնումներ կատարելուց զգում ենք, որ բավականին բաներ թանկացել են։ Իսկ ձեր ընտանեկան բյուջեին վնաս տվել է թանկացումը։ Դե իհարկե, այո, տենց առօրյա առևտուր անելուց չի զգացվում, դա փոքր է գումարը կազմում, բայց ամսական որ նայում ենք ինչքան գումար ենք տրամադրում կատնամթերքին եւ մնացած պարագաներին, այո, շատ։ Մթերքը, շորեղենը, ամեն ինչը, մի բան չկա, որ չի թանկացել։ Իսկ մոտավորապես ինչքան տոկոսով կա։ Ես դժվարանում եմ ասել, բայց այնպեսի գներ են, որ ամեն օր ինչ-որ տարբեր գներ է։ Իսկ կենսաթոշակը բավականացնում է, օրինակ տան ամսվա առևտուր անելու։ Ոչ։ Այդ թող իրանք 30-40 հազարով ովքեր որ բան են նշանակում, ապրեն ամիսը, հետո նոր խոսան։ Օրինակ մեր նախագահը ասում է մենք փողի խնդիր չունենք, լավ ենք ապրում։ Դե իրենք լավ են ապրում, իսկ ով ասում որ վատ են ապրում։ Իրանք շատ լավ են ապրում բոլորն էլ։ Այդ մենք ենք շատ խեղճ ու կրակ ու մենք մեղք ենք, իսկապես բոլոր ազգերը ընդհանրապես մտածում են իրան ժողովրդի մասին, իսկ իրանք մենակ իրանց գրպանի։ Այո, դեղերը 1000-ով իմ համար ավելացել էր այս անգամ, որ վերցրեցիք։ Դա ազդել է ձեր ընտանեկան բյուջեի վրա։ Դե թոշակառուներ ենք դրա համար։ Իսկ թոշակը բավականացնում է ամսական առևտուր անելու։ Աշխատում ենք թողնել այնքան ինչքան կա, տեղավորվել թոշակի գների մեջ։ Փառք Աստծո ոչ։ Ոչ թե որ չի լինում թանկացումներ խանութում, այլ ես այդքան հնարավորություն ունեմ եւ այդքան մեծ բաներ շատ չեմ գնում, որ նկատեմ էլի, չեմ։ Կատնամթերքի, մսամթերքի, հացի։ Որակի համար կարող եմ ասել, որակը լավ է։ Ասեք պարոն Փաշինյանին, որ այդպես էր պահի։ Դուք պարոն Փաշինյանի հետ կապ ունեք, չէ՞, կարծում եմ։ Գների բարձրացում։ Մենք ուրիշ տեղից եկանք, չենք։ Իսկ Հայաստանը թանկ երկիր է։
Не знаю, такое же удовольствие, как и у нас в России. Ընդհանուր թանկացում օրինակ գույքահարկ համատիրություն, որտեղ որ այդ հաստատությունները մենք վճարներ ենք անում եւ բացարձակ չենք ստանում դրա դիմաց ոչ հարգանք, ոչ ծառայություն։